Մի փոքր խոսեմ մարդու մտքերի մասին։ Մտքերը լինում են երկու տեսակ՝ դրական և բացասական։ Մարդը իր կյանքի ընթացքում ամեն օր և ամեն ժամ, անգամ քնի մեջ, ունենում է բացասական և դրական մտքերի շարք կամ հարձակում։ Դե դրականը հարձակում չեմ կարող համարել, շատ լավ կլինի, որ միշտ մեր գլխում ընդունենք դրական մտքերը և դրանց միշտ ասենք բարի գալուստ, իսկ բացասական մտքերը, որ խավարից են ուղարկվում մարդ արարածի մտքի վրա, դրանց ես կարող եմ հարձակում անվանել, թշնամու հարձակում։ Եվ երբ որ մարդը ներսից արձագանքում է այդ խավարից եկած բացասական մտքերին, դրանք տարատեսակ վատ մտքեր են, որ կարող են վերաբերվել թե այդ տվյալ մարդուն, թե իր հարազատներին և թե իր գործունեությանը կամ իր կյանքի որևէ մի ոլորտին։ Այդպիսի մտքերը նման են որդերի, որ երբ որ մարդը ներսից արձագանքում է, դրանք շատ արագ սողոսկում են մարդու գլխի մեջ, մի կարճ ժամանակ հարմարավետ տեղավորվում են մարդու գլխի մեջ, այնուհետև զննելով մարդու սիրտը, սրտից են արձագանք գտնում ու սկսում են աստիճանաբար սողոսկել մարդու սրտի մեջ։ Եվ ինչ է կատարվում այդ ժամանակ։ Երբ որ դրանք արդեն սողոսկում են մարդու սիրտ, մարդու մեջ գալիս է անխաղաղ վիճակ, դեպրեսիոն վիճակներ են գալիս մարդու մեջ։ Դրա համար ինչ է պետք մեզ անել։ Երբ որ մեր մտքերին մոտենում են խավարից եկող այդ բացասական մտքերը, այդ հարձակումները խավարի, նախ մենք պետք է շուտ նկատենք դրանք և տեղ չտանք, որ չմտնեն մեր գլխի մեջ։ Իսկ եթե արդեն մտել են մեր գլխի մեջ, մեր մտքի մեջ են մտել, պետք է դրանց ուղղակի դուրս շպրտենք հարության որդի Սուրբ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Այդքան բան։